խնդրում եմ բաժանորդագրվեք բոլոր այն YouTube-յան կանալներին, ովքեր այս իմ ուղիղ եթերը իրենց էջերով տարածում են։ Ես շնորհակալ եմ այդ կանալներին։ Թուրքիայի արտգործնախարարը Hakan Fidanը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը վերջնականապես կկնքվի 26 թվականի առաջին կեսին։ Համենայն դեպս այդպես է կարծում Թուրքիան կամ Թուրքիայի արտգործնախարարը։ Սա մեզ մտածելու տեղիք է տալի։ Ես հիմա ոչ թե ապագան եմ կանխագուշակում, այլ հաշվարկներ եմ անում։ Ձեզ եմ ներկայացնելու մի հաշվարկ, թե ինչ կարա սա նշանակի։ Ուրեմն երկու ելակետային տվյալ պետք է հաշվի առնենք։ Առաջին, որ Hakan Fidanը ըստ երևույթին ինֆորմացիա ունի, որը վերջերս ստացել է Քլեչի Հայաստան այցի ընթացքում կամ ինչ-որ այլ ձևով, այսինքն ինֆորմացիա ունի Հայաստանից։ Երկրորդ, Ադրբեջանը նախապայման է դրել, որ կստորագրի միայն սահմանադրական փոփոխություններից հետո։ Ուրեմն այս երկուսը ընդունում ենք հիմք եւ սրա վրա կառուցում ենք այն թեզը, որ հիմա ես ձեզ կներկայացնեմ։ Ուրեմն ի՞նչ է նշանակում։ Նշանակում է եկող տարի 26 թվականի հունիս ամսին ըստ Թուրքիայի արտգործնախարարի արդեն Ալիևն ու Հայաստանի ղեկավարը ստորագրած են լինելու այդ խաղաղության պայմանագիրը։ Դա նշանակում է նաև, որ այդ ընթացքում արդեն հանրաքվեն է տեղի ունեցած լինելու սահմանադրության վերաբերյալ եւ ժողովուրդը փաստորեն պիտի որ հավանություն տված լինի Ալիևի պահանջած սահմանադրությանը, այսպես ասած։ Ժողովուրդ, երկու տարբերակ է հնարավոր։ Տարբերակ 1. Քանի որ ընտրությունները սպասվում են, խորհրդարանական ընտրությունները սպասվում են 26 թվականի հունիսին, իսկ 6 ամիսը կամ առաջին կեսը 26 թվականի լրանում է հենց հունիսին, ուրեմն կամ պիտի անմիջապես ընտրություններից հետո ստորագրեն, տարբերակ 1, ենթադրենք ստորագրելու են անմիջապես ընտրություններից հետո ու Թուրքիան արդեն իսկ գիտի, որ ընտրվելու է թուրքամետ կամ Թուրքիերի հետ համաձայնության եկած իշխանություն, այսինքն Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ ընթացքում այսինքն արդեն տեղի է ունեցած լինելու նաև հանրաքվեն։ Սա այն տարբերակն է, երբ որ հարգելի քաղաքական ուժեր, այս խոսքս ուղղում եմ բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիներին, ովքեր քաղաքականապես ակտիվ են եւ ընդհանրապես քաղաքացիներին, ում հետաքրքիր է մեր կյանքը, մեր ճակատագիրը, մեր գլխի գալիքը։ Ուրեմն մի տարբերակ, առաջին տարբերակ, որ արդեն երաշխավորված է, որ պետքա Նիկոլ Փաշինյանը լինի, ըստ Թուրքիայի, Թուրքիան հենց այնպես չի խոսում, սոցհարցումներ են, աշխատում են իրանց ագենտուրան, սոցիալական մեդիայի վրա ունեն ազդեցություն եւ այլն։ Թուրքերն ու ադրբեջանցիները այդ ազդեցությունն ունեն։ Դե Նիկոլի հետ էլ ինչ-որ բան քննարկել են եւ որոշել են, որ եթե հունիսի սկզբին լինելու է ընտրությունները Հայաստանում, ուրեմն հունիսի վերջ կարան ստորագրեն։ Տեղավորվում է Hakan Fidani ասած թվերի մեջ, ժամկետների մեջ։ Բայց հանրաքվեն ուրեմն պիտի լինի դրանից առաջ։ Հանրաքվեի մասին հայտարարությունը պիտի լինի դրանից 2 ամիս առաջ։ Ինչու՞։ Որովհետև սահմանադրության 206 հոդվածն ասում է, որ հանրաքվեն հայտարարելուց հետո պիտի հանրաքվեն, ուրեմն սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարելուց հետո հանրաքվեն պիտի լինի ոչ շուտ քան 50 օրում եւ ոչ ուշ քան 65 օրում։ Այսինքն 2 ամիս առաջ ուրեմն դա գալի գնում է մարտ ամսի վերջ։ Ուրեմն մարտ ամսի վերջ պետք է արդեն հայտարարվի սահմանադրական հանրաքվեի մասին։ Այսինքն մարտ ամսի վերջ Նիկոլը արդեն պետք է ներկայացրած լինի սահմանադրության իր նախագիծը, որի հետ կապված ես մի շարք հարցեր ունեմ, ինքը չի պատասխանել դրան երևի թե առանձին կանրադառնամ, ոչ այսօրվա ուրեմն թեմայի մեջ։
Հետևաբար հարգելի քաղաքական ուժեր, ուշադրություն, տարբերակ 1, Նիկոլը առնվազն ամենաուշը մարտի վերջ ներկայացնելու է սահմանադրական փոփոխությունների, իսկ ավելի ճիշտ նոր սահմանադրության նախագիծ։ Սա Նիկոլի համար կարծում եմ ռիսկային տարբերակ է։ Մենք ամեն դեպքում թեկուզ այդպես պատրաստ կլինենք, բայց եթե մենք էլ պիտի առաջ քաշենք մեր նախագիծը, այդտեղ մի քանի ամիս առաջ արդեն մեծ աշխատանք կա անելու։ Դրա մասին հիմա չեմ խոսում։ Ինչու՞։ Որովհետև սա ռիսկային կլինի Նիկոլի համար, որովհետև իրականացնել հանրակրվե, որտեղ ուշադիր արդյունքները պիտի լինեն այսպիսին. մասնակիցների առնվազն 50+1%-ը պիտի այո ասի այդ առաջարկված նախագծին, եւ դա պիտի կազմի ընդհանուր ընտրողների մոտ 25%-ը։ Ոչ պակաս քան 25%-ը։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հանրակրվեին պիտի մասնակցի առնվազն 1 միլիոն մարդ, մոտավորապես ընտրողների կեսը, ինչպես սովորաբար լինում է մեր հայաստանյան համապետական ընտրություններում։ Պիտի մասնակցի 1 միլիոն մարդ եւ կես միլիոն մարդ պիտի այո ասի։ Նիկոլ Փաշինյանը իր այն ամենալավ ժամանակները այսպիսի թվեր ունեցել է։ Բայց մարդիկ կարան ուղղակի չգնան եւ չմասնակցեն, այսպիսով այդ 1 միլիոն մասնակցությունը հնարավոր է չապահովի։ Այս դեպքում հանրակրվեն պրավալ կգնա։ Եվ սա ամենահեշտ տարբերակն է, բոյկոտելով հանրակրվեն, հեշտ է, չէ՞, մարդն մի գնա տեղամաս։ Այսինքն քարոզչությունը, ոչի քարոզչությունը, որի շրջանակներում կարող է լինեմ նաև ես, ինչու կարող է, որովհետև ես ոչ թե ոչ եմ ուզում ասել, այլ մենք ընկերներով մեր նախաձեռնությունը հիմնադիր զավակներ ուզում է առաջարկի մեր նախագիծը սահմանադրության։ Բայց սա կլինի Նիկոլի օրակարգի, այսպես տաքացում, նպաստում, այսինքն քաղաքականապես կնպաստենք հանրակրվեին մասնակցությունը եւ կարող է Նիկոլի ուզածը լինի եւ բավարար մասնակցություն լինի եւ ոչ միայն մենք, բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն, կարան այսպիսի արջի ծառայություն մատուցեն ժողովրդին։ Թեև չի բացառվում, կրկնում եմ, որ եթե այսպիսի ավանտյուրա կազմակերպվի Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչու է ավանտյուրա, միգուցե մի ուրիշ առիթով կկիսվեմ, եթե կազմակերպվի, միգուցե մենք ստիպված լինենք առաջարկելու սահմանադրության մեր տարբերակը։ Մենք պատրաստվել ենք դրան, բայց հույս ունենք, որ դա կլինի ընտրություններից հետո։ Բայց հնարավոր է, որ ասում եմ տարբերակ 1, դա լինի ընտրություններից առնվազն 1 ամիս առաջ, հետևաբար հայտարարված լինի առնվազն 2 ամիս առաջ։ Այսինքն գալի կանգնում ենք մարտ ամիս։ Մարտ ամսին դա կարա հայտարարվի։ Իսկ մյուս քաղաքական ուժերը պետքա պատրաստ լինեն նման դեպքերի նման զարգացմանը։ Տարբերակ 2, որ ես ավելի հավանական եմ համարում, եւ եկեք սրա վրա մի քիչ մանրամասը կանգնենք։ Ինչ է անելու Նիկոլը։ Քանի որ ասեցի հանրակրվեին կարող է այդքան մարդ չմասնակցի, ուրեմն առաջի փուլով Նիկոլը կգնա արտահերթ ընտրությունների։ Արտահերթ ընտրություններում իր այսպես կոչված խաղաղության օրակարգով հույս ունի, որ կվերցնի իշխանություն իր սատելիտների հետ, դա Արամ Սարգսյան եւ Եվրոպամետներ, ով իշխանով կկարողանա անցնել այսպես կոչված Եվրոպամետներ։ Իրականում այդ մարդիկ Եվրոպան ու Եվրամիությունը իրարից չեն տարբերում, Եվրամիությունամետներ, ավելի ճիշտ ասենց ասել, հա, Խի եմ այսպես ասում, դա էլի մի առանձին խոսակցություն է, թեմայից չշեղվենք, ահա այս ուժերով փորձելու է խորհրդարանում այնպիսի մեծամասնություն կազմի, որպեսզի կարողանա իր ուզած սահմանադրության նախագիծը դնի հանրակրվեի։ Դրա համար ինքը խորհրդարանում պիտի ունենա ձայների 2/3-ը։ Ձայների 2/3։ Սա էլ իհարկե հեշտ գործ չի, իմ կարծիքով գրեթե անհնար։ Բայց քանի որ այդ 2/3-ը Նիկոլին շատ է պետք, ինքը կարա
հնարավորինս շուտ կազմակերպի այդ արտահերթ ընտրությունները, որպեսզի մյուս քաղաքական ուժերը, հատկապես մեր նման երիտասարդ քաղաքական ուժերը չհասցնեն մոբիլիզացվել, նախապատրաստվել, ֆինանսներ գտնել եւ այլն, չհասցնեն։ Ու ինքը էլի նախկիններին դեմ տալով, էլի վախացնելով չարի վերջի աղվեսի պես, որ Ալիևը կհարցակվի, հրային կացինը սրած դրած, խաղաղություն են բերում եւ այլն, ցենց հեքիաթներ պատմելով կգնա եւ կփորձի, կրկնում եմ, Արամ Սարգսյան եւ այդպիսի իր հետ համագործակցող ուժերի հետ կվերցնի 2/3-ը ու կփորձի իր պլաններն իրականացնել։ Հիմա եկեք հաշվարկ անենք, տեսեք ինչա ստացվում։ Երկրորդ տարբերակն ենք քննարկում։ Ուրեմն, ամենավերջնաժամկետը ըստ Հական Ֆիդանի 26 թվականի առաջի կես դա անում է հունիսի վերջ։ Այսինքն, ըստ Հական Ֆիդանի հունիս ամսվա մեջ ամենաուշը պետք է Ալիևն ու Հայաստանի ղեկավարը Նիկոլո հույս ունի, որ ինքը կլինի դա, պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիրը վերջնական։ Հույս ունի։ Դա նշանակում է, որ հանրաքվեն արդեն պիտի եղած լինի, սահմանադրությունը արդեն պիտի փոխված լինի։ Սա նշանակում է, որ Նիկոլը հույս ունի, իսկ ասեցի հանրաքվեին 2 ամիս առնվազն պետք է, որպեսզի հայտարարվի, որ հանրաքվե է լինելու։ Նշանակում է, ուրեմն մայիս-ապրիլ, էլի մարտի վերջ, ապրիլի սկիզբ պիտի առնվազն այդ ժամանակ հայտարարված լինի արդեն։ Սա նշանակում է, որ այդ ժամանակ Նիկոլը արդեն պիտի ընտրված լինի։ Իսկ արտահերթ ընտրությունների համար պահանջվում է մոտ եւս 2 ամիս։ Ես ամփոփում եմ, սահմանադրության 92 հոդված, սահմանադրության 149 հոդված։ Մի խոսքով, այսպիսի մի քանի բան իրար հետ ամբողջացնում եմ եւ գալի կանգնում ենք, որ առնվազն 2 ամիս էլ մինիմումներով եմ հաշվում։ Պետք է լինելու, որպեսզի ուրեմն խորհրդարանը ցրեն եւ նոր ընտրություններ նշանակեն։ Եթե մարտի վերջ էր գալի մեր հաշվարկով, ուրեմն 2 ամիս էլ հետ են գնում, հունվարի վերջ, ուրեմն Նիկոլը պիտի հայտարարի ամենաուշը հունվարի վերջ պիտի հայտարարի նոր ընտրությունների մասին կամ ազգային ժողովը ցրելու մասին, ավելի ճիշտ է ասել։ Հունվարի վերջ նա պիտի հայտարարի ազգային ժողովը ցրելու մասին։ Դա հենց այնպես չի ստացվում, իրանք մի բան կմտածեն, մի 2 շաբաթում այդ հարցը իրականացնեն։ Այսինքն, հարգելի քաղաքական ուժեր, ըստ Հական Ֆիդանի երեկվա հայտարարության եւ ըստ Ալիևի այն նախապայմանի, որ առանց սահմանադրական փոփոխությունների վերջնական ստորագրում չի լինելու, Նիկոլ Փաշինյանը պիտի հունվար ամսվա վերջին հայտարարի ազգային ժողովը ցրելու մասին։ Սա ամենաուշը։ Միգուցե դա հայտարարի դեկտեմբերին, նոյեմբերին, հոկտեմբերին, միգուցե հենց այս ամիս։ Մենք դա չգիտենք։ Բոլոր դեպքերում սա ավանտյուրա է, բոլոր դեպքերում սա լինելու է ապօրինություն։ Ես հենց հիմա չեմ կարող ասեմ, որ օրենքի, որ հոդվածի, սահմանադրության, որ հոդվածի ինչն է խախտում, բայց դա ապօրինություն է։ Իշխանությունը քմահաճույքով չի կարելի վերցնել դնել։ Ընտրություններին չի կարելի մասնակցել, երբ ուզում ես, երբ շանսերդ ամենաբարձրն են, ու էլի ինչ որ անժամկետ կամ 5 տարով նստել իշխանության։ Համենայն դեպս հարգելի քաղաքական ուժեր, քաղաքականությամբ հետաքրքրվող եւ ակտիվ քաղաքացիներ, ուշադիր եղեք, եթե մեզ թվում է, թե ընտրությունները լինելու են հունիս ամսին 26 թվականի, ու մենք ահագին ժամանակ ունենք, ըստ Հական Ֆիդանի, ես ենթադրում եմ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հետ ճշտումներ անելու, այդ ամեն ինչը սկսվելու է, եռը սկսելու է, առաջի հայտարարությունը ազգային ժողովը ցրելու, լինելու է ամենաուշը հունվար ամսվա վերջին։ Այսինքն շատ քիչ ժամանակ է մնացել։ Մենք սեպտեմբերի կեսերն ենք։ Հիմա ստեղ մի երկու բան էլ ասեմ, ուրեմն սահմանադրության մեջ Նիկոլ Փաշինյանը պիտի փոխի նախաբանը
այնտեղից հանելով 90 թվականի անկախության հռչակագրի մասին հիշատակումը, կարծում եմ, որ փոխելու է նաև զինանշանը, առնվազն զինանշանը, ինչու, որովհետև նախ Արարատի հետ կապված, Մասիս Սարի հետ կապված, արդեն բազմիցս արտահայտվել է, Արագածը հիշատակելով, փոխարինելով որպես սիմվոլ, եւ երկրորդ իր այդ իրական Հայաստան, պատմական Հայաստան հակադրությունը, որ իրականում գալիս է Վանո Սիրադեղյանի ձևակերպումներից եւ բոլորովին ոչ այս կոնտեքստում ինչ որ ասում է Նիկոլը, այլ ցավի դրսևորում է դա նա ներկայացնում մի խոսքով ահա սահմանադրության մեջ զինանշանի մասին խոսալուց կա այսպիսի ձևակերպում զինանշանի վրա առկա են պատմական Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները հասկացաք Սահմանադրության մեջ այդպիսի կատեգորիա կա պատմական Հայաստանի 4 թագավորություններ եւ Նիկոլ Փաշինյանը այսօր գիտեք պատերազմը հայտարարել պատմական Հայաստանի որը սահմանադրության մեջ նշված է սահմանադրության մեջ ձևակերպումը դե էդ էլ մի ուրիշ խնդիր թե դու ոնց է սահմանադրության մեջ ձևակերպումը որպես վարչապետ վերցնում դնում բայց ամենայն դեպս զինանշանն էլա փոխելու կարծում եմ Եվ ասելու ես միշտ էլ դրա մասին ասել եմ, նեն Արարատի փոխարեն Արագած, պատմական Հայաստան էլ քանի որ իր համար գոյություն չունի, փոխելու է նայել այդ զինանշանները։ Սա իր խոսքից հետևություն եմ անում, էլի եմ ասում, ապագան չեմ կանխագուշակում։ Չեմ կարող ասել ինչա լինելու։ Ասում եմ որպես վերլուծություն, որ զգոն լինենք, որ ուշադիր լինենք, իմանանք գլխներից գալիք։ Նու այսօրվա համար թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն ինձ հետևելու համար։ Խնդրում եմ բաժանորդագրվեք բոլոր այն YouTube-յան կանալներին, ովքեր այս իմ ուղիղ եթերը իրենց էջերով տարածում են։ Ես շնորհակալ եմ այդ կանալներին, դուք էլ եթե YouTube-ում եք տեսնում այս տեսանյութը, ես սա Facebook-ում եմ անում եւ միայն Facebook-ում եմ անում։ Ես ուրիշ ոչ միտեղ լայվ չեմ անում։ Ահա եթե կտեսնեք դա YouTube-ում, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ լայքեք այդ կանալներին։ Սա իմ շնորհակալությունը, այսպես ասած, նրանց համար, նրանց այն բանի համար, որ իրենք տարածում են իմ վիդեոները։ Թերևս այսքանը, պատրաստվեք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի մասին կարծում եմ Նիկոլը արդեն թուրքերի հետ կիսվել է։ Ու մենք հերթական անգամ մեր գլխի գալիքը իմանում ենք թուրքերից կամ ադրբեջանցիներից։ Հերթական անգամ Մենք ունենք իշխանություն, բայց մեր գլխի գալիքը, մեր ներքին հարցերը, մեր ներքաղաքական իրողությունն ու սպասվելիք իրադարձությունների մասին մենք իմանում ենք ուրիշից դրսից։ Էնել ումից Թուրքիայից, Թուրքիայի արտգործ նախարարից։ Ու ունենք այն ինչ ունենք, մտածեք այս մասին։ Շնորհակալություն, ցտեսություն, միշտ հանդիպում։